Այսօր հերթը հասել է Excel-ի ֆայլերին, որոնք մենք հետագայում պետք է օգտագործենք Power BI-ում հաշվետվություն սարքելու համար։ Երբեմն ունենում ենք հովոր խառը Excel-ի ֆայլեր, դատասեթեր, որտեղ սյուների անունները նորմալ չեն գրված։ Ունենք լիքը նալ արժեքներ, որոնք պետք է փոխարինել ինչ-որ բանով ու էլի շատ տարբեր տեսակի խնդիրներ կարող ենք ունենալ մեր Excel-ի ֆայլում, ու մեզնից երկար ժամանակ է պահանջվելու, որ այս ֆայլը ձևափոխենք, դարձնենք այնպիսի լավ ֆայլ, որը հետո կկարողանանք օգտագործել Power BI-ում։ Հիմա ժամանակն է, որպեսզի սա արդեն մենք ձեռքով չանենք եւ մեր փոխարեն սա անի արհեստական բանականությունը։ Եկեք տեսնենք թե ինչպես։ Ես պատրաստել եմ մի հատ Excel-ի ֆայլ, անուն դրել եմ Messi, որտեվ իսկապես այստեղ ամեն ինչ շատ խառն է։ Տեսեք, ունենք լիքը բացակայող արժեքներ, ունենք տվյալներ, որոնք գրված են շատ տարբեր տեսքերով, անուն ազգանուններ, որոնք գրված են կեսը մեծատառ, կեսը փոքրատառ եւ այլն եւ այլն։ Ու հիմա ես պետք է խնդրեմ արհեստական բանականությանը, որպեսզի այս ֆայլը ձևափոխի, դարձնի այնպիսի ֆայլ, որը ես կկարողանամ օգտագործել եւ սրա հիման վրա պատրաստել որոշակի հաշվետվություններ։ Հա, ու մի բան էլ ասեմ, եթե մինչև այս պահը դեռ նայում ես այս վիդեոն, առաջարկում եմ բաժանորդագրվել, սեղմել զանգակի վրա, որովհետև ամեն շաբաթ ունենալու ենք նոր ավտոմատացում եւ միգուցե հենց հաջորդն է անհրաժեշտ քեզ քո աշխատանքում։ Ստեղծում ենք նոր chat, ելի իմ սիրելի կուրսորի միջավայրում եւ խնդրում ենք, որպեսզի սարքի նոր skill, որը կկարողանա իմ փոխարեն իրականացնել այս ամբողջ գործառույթները։ Իդեպ, այստեղ ուշադիր լինենք, որ այս skill-երի շարքում ունենք մի հատ շատ լավ skill, որը կոչվում է հենց skill creator, այսինքն այս skill-ը նախատեսված է ինչ-որ նոր skill ստեղծելու համար։ Իդեպ, եթե այս skill-երը ձեզ անհրաժեշտ են, ցանկանում եք ունենալ, պարզապես գրեք մեկնաբանություններում կամ ինչ-որ մի ձև գրեք ինձ, եւ ես լինքը կուղարկեմ ձեզ, որպեսզի կարողանաք ունենալ նաեւ դուք։ Հիմա պետք է խնդրեմ, որպեսզի պատրաստի նոր skill, որը իմ փոխարեն իրականացվի վերևում նկարագրված այս ամբողջ աշխատանքը։ Իմ skill-ը արդեն պատրաստ է, հիմա ես կփորձեմ այն օգտագործելով արդեն կարգի բերեմ իմ Excel-ի ֆայլը, որը որ հետագայում ինձ պետք կլինի օգտագործել։ Այստեղ հստակ կոդով տեսնում ենք, թե ինչ է անում իրականում այս ընթացքում, ինչև ֆայլը մեզ կվերադարձնի։ Ահա եւ վերջ, ֆայլը պատրաստ է, հիմա տեսնենք, թե ինչպես է կարողացել փոփոխել ֆայլը։ Ահա եւ վերջ, չունենք այլևս բացակայող արժեքներ, ֆորմատները համապատասխանեցված են, թվերը բոլորը նույն ֆորմատով են։ Մի խոսքով, արված է այն աշխատանքը, որը մենք երկար պետք է տանջվեինք եւ ձեռքով անեինք։ Հիմա այս ֆայլը կարող եմ տեղափոխել Power BI եւ պատրաստել ցանկացած հաշվետվություն, որը որ ես ցանկանում եմ։ Եթե նայում եք վիդեոն մինչև այս պահը, ապա ճիշտ ժամանակն է, որպեսզի բաժանորդագրվես, որովհետեւ ամեն շաբաթ ունենալ ենք նոր ավտոմատացում եւ միգուցե հենց հաջորդն է նախատեսված քո իսկ աշխատանքի համար։